Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր իմ հյուրն է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը։ Բարի երեկո Տիկին Ավետիսյան։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս եւ մեր տաղավարում եք։ Ես եւս շնորհակալ եմ հրավիրելու համար։ Ինչպե՞ս եք։ Լավ, հրաշալի։ Տիկին Ավետիսյան, տարին արդեն մոտենում է ավարտին, հաշված օրեր կմնան, ամեն մարդու համար 25 թվականը մի տպավորությունների, մի իրադարձությունների, լավ ու վատ օրերի տարի էր, բայց նաև մենք գիտենք, որ մեր ժողովուրդը այս տարի նշեց մեծ վարպետի 150-ամյակը եւ 25 թվականը պատմության մեջ կմտնի նաև որպես Իսահակյանական տարի եւ Իսահակյանի 150-ամյա հոբելյանի տարի։ Իդեպ մեր հեռուստաընկերությունը եւ հատկապես այս հաղորդումը ուշի ուշով հետևում է իրադարձություններին եւ մենք նույնիսկ հասցրել ենք արդեն Գյումրիում լինել, այնտեղ Իսահակյանի տուն-թանգարանում եւ հարկ համարեցի, որ անպայման միասին պետք է զրուցենք։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր գործունեությանը։ Այո, այս տարին անչափ կարևոր էր բոլորիս համար, մեզ համար, հատկապես թանգարանի աշխատակազմի համար շատ բուռն տարի էր իրականում եւ տարին դեռևս չի էլ ավարտվել եւ անելիքները դեռևս չեն ավարտվել, դեռևս բազում անելիքներ ունենք, բայց ասեմ, որ շնչելու ժամանակ չունեինք պարզապես, բայց հպարտորեն կարող ենք ասել, որ այո, մենք կարողացանք բարձր մեծ պատվով իրականացնել վարպետի ծննդյան 150-ամյակի բոլոր միջոցառումները, նրանք, որոնք նախատեսվել էին, նրանք, որոնք ընթացքում այսպես նախատեսվեցին եւ իրականացվեցին եւ շատ ուրախ եմ, որ այո, մենք կարողացանք այնպես ամեն բան կազմակերպել եւ իրականացնել, որ Իսահակյանի ծննդյան 150-ամյակին մենք ունեցանք եւ միջազգային բազմաթիվ ծրագրեր, որի շնորհիվ Իսահակյանի կերպարը, Իսահակյանը որպես գրող, Իսահակյանը որպես հեղինակ, որպես մարդ ներկայացվեց աշխարհի տարբեր երկրներում, հատկապես այն երկրներում, որտեղ Իսահակյանն ապրել էր եւ ստեղծագործել էր, ինչպես օրինակ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում, որտեղ Իսահակյանը սովորել էր, Լայպցիգի համալսարանում է Իսահակյանը սովորել, այո, այդ սովորելու տարիներին ապրած իր տանը տեղադրվեց հուշատախտակ, ինչը աննախադեպ երևույթ էր եւ մեկ շաբաթ իսահակյանական օրեր էին Լայպցիգում, գրքի փառատոնին մասնակցեցինք իսահակյանական դրամաբանությամբ, միջոցառումներով, նոր գիրք տպագրվեց Աբուլալա Մահարի պոեմա հայերեն, գերմաներեն, այնտեղ շնորհանդեսը եղավ, մենք ցուցադրեցինք թանգարանի ստեղծած վարպետը անիմացիոն ֆիլմը գերմաներեն թարգմանությամբ այդ փառատոնի ընթացքում, որը մեծ հաջողություն ունեցավ Եվ կարող եմ հպարտորեն ասել, որ Լայպցիգից հաստատ Հայաստան եկողները գալու են նաև Իսահակյանի տուն-թանգարան, այո, ունեցանք շատ կարևոր ու գեղեցիկ միջոցառում Փարիզի Ինալկո արևելյան լեզուների համալսարանում, որտեղ համաժողով տեղի ունեցավ, էլի միջոցառումների շարք տեղի ունեցան եւ ֆրանսերեն հայերեն Աբուլալա Մահարի պոեմի թարգմանության հրատարակության այսպես շնորհանդեսը եղավ այնտեղ եւ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, որտեղ Վենետիկում եւս Իսահակյանն ապրել է եւ բուռն ստեղծագործական ընթացք է եղել Իսահակյանի այդ տարիները բուռն ստեղծագործական ընթացքով են հանդես եկել, այստեղ եւս ունենք միջոցառումներ, Մխիթարյան միաբանությունում կբացվի լուսանկարների ցուցահանդեսը, որոնք կպատմեն Իսահակյանի եւ Վենետիկի կապի մասին եւ Իսահակյանի կյանքի մասին, այստեղ եւս կհնչեն ելույթներ, կդիտեն վարպետը անիմացիոն ֆիլմը, որը պատմում է Իսահակյանի կյանքը, Իսահակյանն ինքն է պատմում իր կյանքը այս ֆիլմում եւ էլի շատ այսպես ներկայանալի միջոցառում կունենանք։ Թեհրանում եւս տեղի ունեցան միջոցառումներ, որտեղ ներկայացվեց Աբուլալա Մահարի պոեմը թարգմանությամբ պարսկերեն եւ այնտեղ մեծ շնորհանդես տեղի ունեցավ, գրքի միջոցառումներ տեղի ունեցան հայկական համայնքի համար եւ ոչ միայն հայերի համար։ Այս դա է ուզում հարցնել, միջոցառումների մասնակիցները հայկական մեր սփյուռքն է, թե այլ ազգի այցելուներ էլ կան միջոցառումներին։ Քանի որ միջոցառումներն այնպես են նախագծված, որ մեր նպատակն է Իսահակյանի ստեղծագործությունը հասանելի դարձնել նաև օտարախոսներին, եւ գիրքն էլ հենց այդպես է, խորհրդանշական ձևաչափ ունենք, գիրքը տպագրվում է Մարտիրոս Սարյանի նկարազարդումներով Աբուլալա Մահարի պոեմը, որը ունի երկու երես, մի կողմը հայերեն, մի կողմը
տվյալ լեզվով անգլերեն, ֆրանսերեն արդեն ունենք, գերմաներեն արդեն ունենք, պարսկերեն արդեն ունենք եւ նպատակն էլ հենց դա է եւ հայ համայնքի համար եւ հայախոս հանրության համար է գիրքը եւ օտարախոս եւ մեր միջոցառումների թիրախավորումը հենց այդպես է, որպեսզի օտար հանրությունը եւս Իսահակյանի մասին լսի, իմանա, կարդա իր ստեղծագործությունները եւ ճանաչի մեծ վարպետին, քանի որ Իսահակյանի ստեղծագործությունը այո համաշխարհային երևույթ է, հատկապես Աբուլալա Մահարի պոեմը, որը արժանի է տեղը պետք է գտնի համաշխարհային գրականության ասպարեզում։ Տիկին Ավետիսյան, տեսեք, երբ որ օրինակ լինում ես Գյումրիի թանգարանում Իսահակյանի, այնպիսի տպավորություն է, որ դե իհարկե մանկությունն է Իսահակյանի, սկիզբը, ակունքները, իր հայրական տունը, որը սիրեց ամբողջ կյանքում, այդպիսի Իսահակյան ես պատկերացնում։ Ինչպիսի Իսահակյան դուք օրինակ ինքներդ տեսնում եք եւ կնկարագրեք այն Իսահակյանին, ով արդեն ապրեց Երևանի կենտրոնում այդ գեղեցիկ տանը։ Ինչպիսին էր Իսահակյանը այդ ժամանակ։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս իրականում եւ այդ հարցին պատասխանելու համար մի փոքր պետք է անդրադառնանք Իսահակյանի կենսագրությանը։ Այո, Իսահակյանը Գյումրիի տանը ծնվեց եւ այնտեղ իր մանկությունն անցավ, իհարկե մանկության եւ պատանեկության մեծ մասը նաեւ անցավ հայրենի Ղազարապատ գյուղում, որը Գյումրիին մոտ էր, այնտեղ իրենք տուն եւ ջրաղաց ունեին եւ իր ընտանիքն էր այդտեղ ապրում եւ իր մանկության հուշերն էին այնտեղ, ի վերջո Շուշիկին սիրահարվեց Գյումրիում Իսահակյանը եւ ոչ իր կամքով ազատագրական գործին մասնակցելու հետևանքով Իսահակյանին բազմիցս ձերբակալում եւ աքսորում են եւ Իսահակյանն ոչ իր կամքով հեռանում է հայրենիքից եւ արդեն տարբեր երկրներում ապրելով եւ համաշխարհային փորձը եւս իր մեջ կրելով, համաշխարհային խոհը եւս իր մեջ կրելով, երբ Իսահակյանը վերադառնում է կարոտած, վերադառնում է իր հայրենիք, այստեղ արդեն տեսնում եք իմաստուն Իսահակյանին, որը կարողացավ այսքան երկրներում ապրել, այսքան երկրներում մասնակցել եւ անմիջական կապ ունենալ այդ երկրների մշակութային կյանքին եւ այդ ամենը թողեց, վերադարձավ հայրենիք եւ նորից տուն ստեղծեց այստեղ եւ նորից ստեղծեց իր անկյունը իր կնոջ հետ եւ այստեղ արդեն մենք կարող ենք խոսել, ես միշտ ուզում եմ խոսել նաեւ դիվանագետ Իսահակյանի մասին, քանի որ շատ դժվար էր այդ տարիներին ունենալ այդքան հանրայնություն, սակայն կարողանալ բոլորի հետ ընկերություն անել, չէ՞ որ ինքը ապրեց տարբեր երկրներում եւ այդ երկրներում շատ սիրված էր եւ մասնակցեց նաեւ դաշնակցության գործին այս երկրներում, բայց կարողացավ վերադառնալ իր հայրենիք, կարողացավ իր դիվանագիտական մտածողության շնորհիվ այնպես անել, որ իր հայրենիքում ինքը իրեն չվնասեցին եւ դեռ ավելին նվիրեցին իրեն տուն, առանձնատուն, իր ցանկությամբ կառուցվեց տունը քաղաքի կենտրոնում, այնտեղ ապրեց իր կյանքի վերջ մինչ եւ իր երազած մահով էլ մահացավ, քնեց ու չարթնացավ մեծ տարիքում արդեն։ Այստեղ շատ հետաքրքիր է թանգարանն այժմ իրականացնում է 150-ամյակի առթիվ, իրականացնում է Իսահակյանի վարպետը որպես ուղենիշ ոչ միայն գրականության համար։ Մենք նույնիսկ վարպետը կարող է ուղենիշ լինել բիզնես ոլորտի, մասնագիտական աճի համար։ Իսահակյանի հեքիաթները, լեգենդներն ու առակները դարձել են էսսեներ, նյութեր, որոնք բիզնեսի եւ մասնագիտական աճի դասընթացների համար անհրաժեշտ նյութեր են դարձել եւ կիրառելի նյութեր են դարձել։ Մենք շուտով կունենանք շնորհանդես այս գրքի եւ անչափ կարեւոր եւ հետաքրքիր է, քանի որ Իսահակյան դիվանագետը, Իսահակյան խոհափիլիսոփան, Իսահակյան մարդը, երբ ասում էր, ասում եմ ձեզ կգա ոգուսով, ինքը միայն դա չէր ասում, ինքը ասում էր ես ձեզ կտամ դրա բանալին, ինչ պետք է անենք, որ չգա ոգուսով։ Եվ այս ամենը մենք այս բանալին տեսնում ենք իր հեքիաթներում, իր լեգենդներում, իր առակներում, որտեղ ինքն ասում է, որ այդ լույսը, գիտության, կրթության լույսը պետք է բերել եւ որպեսզի չգա ոգուսովը։ Եվ թանգարանը իր արչև դրել է խնդիր այս գաղափարախոսությունը մեր օրերում հատկապես տարածելու եւ տարածում ենք եւ բիզնես ոլորտի համար, տեսեք, մենք ունենք արդեն ձեռնարկ, հրատարակված ձեռնարկ, որտեղ լավագույն մասնագետները ոլորտի գրել են էսսեներ Իսահակյանի հեքիաթների, լեգենդների, առակների հիման վրա։ Այդ էսսեները արդեն տպագրված հայերեն եւ անգլերեն ձեռնարկում մասնագետները կարող են կարդալ եւ իրենց դասընթացների ժամանակ, եւ ուսանողները կարող են ծանոթանալ էսսեներին, որոնք այսպես ասած
կոդեր են պարունակում, ինչպես պետք է մարդը վարվի բիզնեսում, ինչ պետք է անել, ինչ պետք է չանել, բարոյախրատական դասեր Իսահակյանի, որոնք պետք է կիրառել նաև բիզնեսում, տեսեք համագործակցային, այսպես երևույթը գոյություն ունի, օրինակ Ռալֆ Իրիկյանն է գրքի առաջաբանի հեղինակը, շատ հետաքրքիր ու շատ գեղեցիկ է մեկնաբանել Իսահակյանի կերպարը եւ հեքիաթները եւ առաջնայնությունը տվել է այն հանգամանքին, որ այո համագործակցային բիզնեսն է կարևորը, կորպորատիվ պատասխանատվությունն է կարևորը եւ մարդկանց հետ շփման մեջ մարդակենտրոնությունն է կարևորը։ Այո, մենք գուցե լավ ծանոթ չենք Իսահակյանի առակներին, լեգենդներին, հեքիաթներին, բայց դրանք շատ հետաքրքիր դրվագներ են պարունակում, որոնք այսօր մեզ խիստ անհրաժեշտ են մեր բարոյական կերպարը ճիշտ պահելու համար։ Եվ մեր նպատակն է եւ մեծահասակներին սա հասցնել եւ փոքրերին սա հասցնել եւ դրա համար թանգարանը 150-ամյակի առթիվ ստեղծեց ինտերակտիվ տեխնիկային ներկայացում, որը կոչվում է Լույսի ծածկագիրը։ Մենք փորձում ենք երեխաների հետ միասին բացահայտել լույսի ծածկագիրը, որն է լույսի գաղտնիքը, ինչ պետք է անել, որպեսզի լույսը գա մեր կյանք, մեր օրեր, մեր հոգում։ Իսահակյանը ունի հետաքրքիր հեքիաթներ, որտեղ արևի մոտ է հեքիաթը, տղան, անտուն տղան գնում է արևի լույսի հետևից, Իսահակյանն ունի հեքիաթներ, որտեղ ամենապիտանի բանն են գտնում, իսկ ինչն է աշխարհում ամենապիտանի բանը, դա լույսն է, գիտության, կրթության, մշակույթի, սիրո լույսն է։ Եվ այս ամենը մենք ներկայացրել ենք մի ներկայացման մեջ ինտերակտիվ, այժմ ներկայացումը թանգարանում ցուցադրվում է պարբերաբար, արդեն ունենք հայտարարությունները, կարող են հետևել եւ կարող են մասնակցել ներկայացմանը, ողջ դեկտեմբեր ամսվա համար արդեն տեղադրված են ներկայացման օրերը։ Ալլա Սահակյանն է դերասանուհի ներկայացման հերոսուհին կարելի ասել, ինքն է ամեն բան տիկնիկների հետ ինքն է խաղում, ներկայացնում երեխաներին ինտերակտիվ այդ կյանքը ապահովում եւ ներկայացման ռեժիսորը եւ հեղինակը Քրիստինա Ասերյանն է, ով կարողացել է Իսահակյանի գաղափարախոսությունը այնպես փոխանցել երեխաներին, որ իրենք պարզապես վառվող աչուկներով են դուրս գալիս թանգարանից, իրենց ձեռքում իրենց հետ տանելով մի փոքրիկ լույսի կտոր։ Մենք այդպես ենք արել հատուկ, որ ներկայացման վերջում իրենց փոքրիկ լույսիկներ են բաժանվում, որովհետեւ իրենք լույսը իրենց հետ այո տանեն իրենց տուն եւ իրենք էլ լուսավորեն իրենց կյանքը եւ ամբողջ ներկայացումը կրթության մասին է, թե ինչ պետք է անենք, որ մեր շրջապատում էլ տարածվի այս լույսը, կրթության, գիտության, մշակույթի լույսը։ Եվ ինչու եմ այս ամենը ասում, որ թանգարանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Իսահակյանի գաղափարախոսությունը, Իսահակյանի մտքերը, Իսահակյանի կյանքը, ես միշտ ասում եմ, որ Իսահակյանը միայն ստեղծագործությամբ չէ, որ մեզ լուսավորում է։ Իսահակյանների ընտանիքը արդեն իսկ մեզ համար հրաշալի օրինակ է։ Մենք ամեն բան անում ենք, որպեսզի այս ամենը հասցնենք հանդիսատեսին, հասանելի դարձնենք բոլորին։ Թանգարանն ունի ներառական բազմաթիվ նախագծեր, որտեղ Իսահակյանի մշակույթը հասանելի է դառնում ներառականություն ունեցող անձանց համար։ Թանգարանն այսօր ունի ներառականություն ունեցող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշխատակից, ով կարող է մի քանի լեզվով էքսկուրսիա անցկացնել թանգարանում եւ Իսահակյանի երգերը երգել այցելուների համար, եթե կարիքը կա դրա, եւ բազմաթիվ նախագծեր են իրականացնում, որպեսզի Իսահակյանի միտքը, Իսահակյանի կերպարը, Իսահակյանի ստեղծագործությունը հասանելի լինի բոլորին։ Սա առաջնային խնդիր է մեզ համար։ Եվ դրանց մեթոդները տարբեր են, դրանց մեթոդները ժամանակակից են ավելի, այս հասցնելու, հասանելի դարձնելու մեթոդները տարբեր են, քանի որ այո, այս օրերում մի քիչ դժվար է երեխաներին։ Այո, Տիկին Ավետիսյան, դուք իմ հաջորդ հարցը կանխեցիք, ես դա ուզում հարցնել, այսօր մեր օրերում 21-րդ դար երեխան շատ անգամ նույնիսկ իր տանը հեռուստացույց չի նայում։ Հիմա շատ երեխաներ, երբ որ հարց տալիս ես, ասում ես հեռուստացույցով այսինչ բանը դիտել ես, ասում են մենք հեռուստացույց չենք նայում։ Իրանք շատ հաճախ նույնիսկ իրանց տանը չեն զգում ինչ է կատարվում ու կարծես թե իրենց համար միևնույն է տանը այս բաժակն է դրված, մեկ ուրիշ։ Հիմա մտածում ես այս դարի երեխային ինչով պիտի մոտիվացնես, բերես թանգարան, որ ինքը կանգնի հին իրերի նայի,
հասկանա թե դա ինչու համար է, ինչի է մնացել եւ հիմա այդ նոր մեթոդաբանությունը, որ դուք ասում եք, ինձ թվում է շատ հետաքրքիր է եւ ի վերջո դրա շնորհիվ որ տարիքային խմբերն են ավելի շատ ակտիվ լինում ձեր թանգարանում ու իսկապես եթե ազնիվ լինեք, ինչ եք զգում, դրանք դպրոցների պարտադրողական ծրագրեր են, թե ի վերջո ձեր մեթոդաբանությունը կհասնի նրան, որ մի օր դպրոցականները իրենք այդ գեղեցիկ փողոցով, այդ շենքի կողքով անցնելիս օրինակ կորոշեն մենակ մտնել թանգարան եւ ինչ որ մի միջոցառման ներկա լինել կամ ուղղակի էքսկուրսիա վայելել։ Շատ լավ, շատ հետաքրքիր եք ներկայացնում իրավիճակը։ Այո, մենք ունենք այդ խնդիրը, մենք տեսանք այդ խնդիրը եւ համոզված ենք, որ մենք պետք է հարմարեցնենք ամեն բան այնպես, որ երեխային հետաքրքիր դառնա։ Ես ձեզ ասեմ, որ հրաշք բալիկներ ունենք, հրաշալի բալիկներ ունենք։ Դուք տեսնեք ինչ հարցեր են տալիս, տեսնեք ինչ հետաքրքրությամբ են գալիս թանգարան։ Ես պարզապես հիացած եմ եւ հպարտ եմ մեր սերունդով։ Մենք փորձել ենք ուղղակի գտնել բանալին, թե ինչպես իրենց հետաքրքիր դարձնել։ Տեսեք, դժվար է երեխաների համար էքսկուրսիան 1 ժամ լսել Իսահակյանի կենսագրությունը, մանավանդ Իսահակյանի կենսագրությունը, որն այդքան ծավալուն է եւ այդքան կարեւոր է իհարկե, բայց չէ՞ որ երեխային դժվար կլինի այդքան թվերը հիշել եւ լսելը, հետաքրքիր չի լինի։ Մենք փորձեցինք ստեղծել անիմացիոն ֆիլմ, որտեղ Պապիկ Իսահակյանը պատմում է իր կյանքի պատմությունը, հետաքրքիր դրվագներով, պատմություններով, Եվրոպայում հանդիպեց, որտեղ ինչ տեղի ունեցավ, ինչպես օրինակ առաջին անգամ երբ Ժնևում յոգուրտ արտադրվեց, ինքն էր փորձել ֆինանսավորել այդ մարդուն, որ այդ յոգուրտը արտադրվեր, այսպիսի հետաքրքիր պատմություններով ֆիլմում ներկայացվում է Իսահակյանի կյանքը։ Ես դեռ չեմ տեսել մի խումբ, որը լսի եւ դիտի ֆիլմը, մենք համարյա ամեն օր 2-3 անգամ ֆիլմը ցուցադրում ենք դասարանների համար, ես չեմ տեսել մի խումբ, որը աղմկի, չլսի, չդիտի եւ վերջում մենք հարցեր տանք, չպատասխանի հարցերին։ Այնքան հետաքրքրված են, մեզ են փորձում հարցախեղ տանել ու հասկանալ ինչի համար էր, որտեղ այս առարկան, որ մենք տեսանք ֆիլմում, որտեղ է տեղադրված, գնանք տեսնենք ներքևում եւ այս ամենը զուգակցվում է եւ պարտադրվում է, եթե երեխան գալիս է ֆիլմը դիտելու, շրջայց է կատարում հուշային մասում թանգարանի, իրեն պատմում ենք, թե ինչպես է ապրել, ինչ միջավայրում է ապրել Իսահակյանը, ինչ է թողել թանգարանում, իր կենցաղը, իր կյանքն ենք պատմում եւ հետո դիտում են ֆիլմը։ Ստեղծեցինք Ալագյազի մանիներ մուլտֆիլմը, ավելի փոքրիկների համար։ Այստեղ էլ արդեն Վարդավառի տոնակատարությունն ենք ներկայացնում, Շիրակ Աշխարհի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման է նվիրված ֆիլմը։ Երեխաները մուլտֆիլմը դիտում են, այնուհետև ապրում են մուլտֆիլմի երաժշտության ներքո, հետո ստեղծում են Վարդավառի տոնակատարությանը բնորոշ աղավնիները, մաղթանքներ են գրում աղավնիների վրա, փորձում ենք ամեն խմբի համար ստեղծել նաև գործնական միջավայր, որպեսզի իրենք իրենց տեսածը նաև արտահայտեն թղթին։ Եթե օրինակ երեխաների համար իրականացնում ենք կրթական ծրագիր, օրինակ պատմում ենք Իսահակյանի հեքիաթներից, առակներից որևէ մեկը, դա ապլիկացիաների միջոցով իրենք գիրք են պատրաստում, նկարում են կամ պոստեր են պատրաստում, որտեղ այս հեքիաթն է արտացոլված եւ իրենց հետ տանում են։ Եվ ասեմ, որ շատ գործուն մեթոդ է, հպարտությամբ կարող եմ ասել, որ այսօր եթե ցանկանան նույնիսկ գրանցվել, մենք մինչև դեկտեմբերի կես տեղ չունենք թանգարանում խմբեր ընդունելու, որովհետև եւ հոբելյանական տարի է, շատ են այցելում եւ երեխաները շատ են ուզում ներկայացմանը նաեւ ներկա լինել։ Ես ինչպես նշեցի, լույսի ծածկագիրը ներկայացմանը 3 տարեկանից սկսած երեխաները կարող են ներկա լինել եւ պատկերացրեք այնքան մեծ ոգևորությամբ են թանգարանից դուրս գալիս երեխաները, երգելով այդ երգերը, որոնք ստեղծվել են հատուկ ներկայացման համար եւ իրենց հետ տանելով այդ լույսիկները, փոքրիկները իրոք մեծ ոգևորությամբ են թանգարանից դուրս գալիս։ Նաեւ ստեղծել ենք խոսող գրքեր, խաղ գրքեր, puzzle գրքեր, որոնք կարող են իրենք կարդալ, թերթել, լսել ստեղծագործությունների Իսահակյանի, այսինքն բոլոր առումներով ամեն բան արված է թանգարանում, որպեսզի երեխան եթե մտնի, ուզի էլի գալ Իսահակյանի թանգարան։ Չմտածի ինչ ձանձրալի է, ես հոգնեցի, դե լավ, էլ թանգարան նորից թանգարան ենք գնալու, այլ Իսահակյանի թանգարանի անունը լսելիս միանգամից իր աչուկներում կայծը վառվեն։ Դա փոքրիկները, հիմա մի փոքր մեծիկներից էլ խոսենք, որովհետև
Ինչքան հասկացա, դուք ծրագրեր ունեք նաև շատ հետաքրքիր մեծերի համար։ Ես ինքս պետք է ասեմ, որ 24 թվականի ամռանը ներկա գտնվեցի թանգարանի Իսահակյանական բակում բեմադրված ներկայացմանը «Միայն սիրո լարը մնաց», «Միայն սիրո լարը մնաց» եւ իսկապես շատ տպավորված էի, բացի նրանից, որ ես էի տպավորված, հարգելի Տիկին Ավետիսյան, շատ ուրախացրեց, որ այնտեղ տեսա բազմաթիվ երիտասարդ զույգեր եւ շատ գովելի էր, որ ի վերջո մտածում ես երիտասարդները իրենց երեկոն տրամադրել են, որպեսզի անցկացնեն Իսահակյանի թանգարանում, բայց դրան էլ կար յուրահատուկ մոտեցում, այնտեղ շատ այսպես ամբռնազբոսիկ միջավայրում, հա, նստած այդ այգում, դուք այնտեղ կարծես թե նաև գինու հյուրասիրություն եք կազմակերպել եւ մտածում ես, եթե պետք է գնային ինչ-որ մի սրճարանում, մի աղմկոտ տեղ նստեին, անկեղծ ասած, իրենք իրենցից էլ միջավայրից էլ ոչինչ չհասկանային, հայտնվել են մի այնպիսի տեղ, որտեղ կա եւ պոեզիա, եւ երաժշտություն, եւ գեղեցիկ միջավայր, եւ տրամադրվող ինչ-որ իրավիճակ, եւ ի վերջո դա տանելու են իրենց հետ։ Ես տեսա այդտեղ տարբեր տարիքային խմբի մարդկանց եւ մեծահասակներ, թոշակառուներ եւ երիտասարդ զույգեր եւ միջին տարիքի մարդիկ, ինչպես այդ գաղափարը առաջացավ եւ ես այդ օրն եմ ներկա գտնվել, դա շարունակական բնույթ է կրում, այգում հենց կոնկրետ ամռանը այգում միջոցառումներ հաճախ են լինում, այդ ներկայացումը պարբերաբար բեմադրվում է, թե ինչպես է։ Այո, միանշանակ ներկայացում այս տարի եւս 25 թվականին եւս 6 բեմադրություն է ունեցել թանգարանի այգում, էլի մարդաշատ է եղել եւ էլի վայելել են մեր այցելուները ներկայացումը։ Ներկայացման գաղափարը առաջացավ նրանից, որ մենք ցանկանում ենք, այո, նաեւ մեծահասակների ներգրավել թանգարանային կյանք։ Քանի որ պետք է թանգարանը դառնա հաճելի միջավայր, որտեղ կարող են իրենց ժամանակ անցկացնել մեծահասակները, մշակութային միջավայր, որտեղ կարող են իրենց ժամանակ անցկացնել եւ պարբերաբար այցելել թանգարան։ Այսինքն, երբ էքսկուրսիան անցան, ել չմտածեն, դե լավ, արդեն Իսահակյանի թանգարանում եղել ենք, ել կարիք չունենք գնալու։ Մենք պարբերաբար ենք ունենում ծրագրեր, որոնց կարող են մեծահասակները եւս մասնակցել։ Եվ այո, ներկայացմանը ներկայացված էր Իսահակյանի սիրո պատմությունը, նամակները Շուշանիկին ուղղված, որոնցից շատերը նույնիսկ առաջին անգամ էին լսում մեր այցելուները եւ դրանք գեղեցիկ, այսպես կենդանի կատարմամբ զուգակցված էին, շատ հաճելի երեկո ենք ունեցել, բայց ասեմ, որ միակը չէր այդ ծրագիրը, թանգարանի այգին ամռանը միշտ կենդանանում է։ Մենք ունենում ենք հետաքրքիր համերգներ, համերգային ծրագրեր, խաղային ծրագրեր, Վերջ Թուրաբյանի համերգ ունեցանք, շատ մարդաշատ 200 մարդուց ավել թանգարանի այգում, այսպես այգին կենդանացել էր, կարելի ասել, լուսավորվել էր։ Աննախադեպ նախագիծ տեղի ունեցավ այս տարի հոբելյանական տարում Իսահակյանի վարպետի այգում, որը մենք կունենանք նաև շուտով առցանց մեր Facebook-յան հարթակում եւ տարբեր կայքերում կտեղադրվի ձայնագրությունը համերգի, Իսահակյանի պոեզիան, որոնք դարձել են երգեր եւ համաշխարհային պրեմիերաներ են ստեղծվել, համաշխարհային ստեղծագործություններ են ստեղծվել այս երգերի բանաստեղծությունների հիման վրա, դրանք երգվեցին եւ դաշնակահարն էր Հայկը Մելիքյան եւ մեծոսոպրանոն Ժենիա Հովսեփյանն էր, մի աննախադեպ համերգ լուսային ձևավորմամբ, երաժշտական ձևավորմամբ, սա մնաց թանգարանի պատմության մեջ, ես կարող եմ ասել, եւ մնաց Իսահակյանի 150-ամյակի տոնակատարությունների պատմության մեջ որպես գալա համերգի Իսահակյանի եւ այո պարոն Ավիկ Իսահակյանն ասաց, որ ես հուզվել էի, որովհետեւ մեկ էլ պապիկի ժամանակ եմ այգին այդքան կենդանի տեսել։ Այո, իրոք այգին խոսում էր, վարպետի ոգին թևածում էր այնտեղ եւ միայն դրանք չեն մեր ծրագրերը մեծահասակներին ուղղված, ասեմ, որ թանգարանի այգում բոլոր մեծահասակները կարող են գալ, նստել եւ իրենց աշխատանքը կատարել պարզապես։ Եթե չեն ուզում թանգարան այցելել, խնդրեմ, կարող են չայցելել, բայց քաղաքի կենտրոնում, խաղաղ մի վայրում կա գեղեցիկ մի այգի, որտեղ կարող են գալ եւ աշխատել, ինչքան որ կցանկանան, հաճելի միջավայրում սուրճի ուղեկցությամբ։
Վարպետը հետաքրքիր է, իր կենսագրությամբ կարծրատիպեր է կոտրում, ուրեմն այն տանը, որտեղ ապրել է կնոջ Տիկին Սոֆիայի հետ, ներկայացում եք բեմադրում, որտեղ ընթերցում են նամակներ Շուշիկին ուղղված։ Այո, եւ ասեմ, ոչ միայն վարպետն է կարծրատիպեր կոտրում, Տիկին Սոֆիկն էլ շատ լայնախոհ կին է եղել եւ շատ յուրահատուկ կին է եղել։ Եվ մենք դրանից առաջ, այդ ներկայացումից առաջ արդեն ստեղծել էինք Տիկին Սոֆիին նվիրված ֆիլմը, որը միշտ ցուցադրվում է եւ հենց մի քանի օր առաջ էլի ցուցադրվեց ֆիլմը հայ կանանց համար, կանանց ակումբի մասնակիցները դիտեցին ֆիլմը եւ հիացած էին, այո։ Ասեմ, որ Տիկին Սոֆիկը յուրահատուկ կին է եղել նաեւ նրանով, որ դե դժվար էր Իսահակյանի նման ամուսին ունենալը, հրաշալի բանաստեղծ, լայնախոհ մարդ, սակայն դժվար էր Իսահակյանի կինը լինելը, բարդ էր իրականում։ Տաղանդների կինը լինել դժվար է, առավել ևս կնամեծար տաղանդների։ Եվ այդ մասով իդեպ ասեմ, որ Տիկին Սոֆին երբ հարցնում են, ասում են չես խանդում Ավետիքին, ասում է Ավետիքին սիրողներն այնքան շատ են, որ մեկին խանդեմ։ Բայց ասեմ, որ դժվար էր նաև այն իմաստով, քանի որ Իսահակյանը ստիպված էր հեռանալ հայրենիքից եւ օտար երկրներում ապրել այդ տարիներին, դժվար տարիներին, եւ իր կինը միշտ իր հետ էր, ամենուր իր հետ էր, փոքր երեխայի հետ միասին, եւ եղել են պահեր, շատ դժվար պահեր են եղել, երբ իր ստեղծագործությունները չէին վաճառվում, հոնորար չէր ստանում, ընտանիքի պահելու խնդիր կար, որդուն ուսման տալու խնդիր կար, եւ Տիկին Սոֆին մաքոքագործությամբ էր զբաղվում, ձեռարվեստի վարպետ էր եւ իր ձեռքի աշխատանքներն էր վաճառում, որպեսզի ընտանիքին եկամուտ բերի, եւ երբ տեսնում է, որ իր որդին պետք է ընդունվի Սորբոնի համալսարան եւ դժվարանալու են վարձավճարը, առաջին կին դիմահարդարներից է դառնում, սովորում է դիմահարդարման արվեստը Փարիզում եւ շատ հայտնի դիմահարդար է դառնում, խնամքի պարագաներ է ստեղծում իր բաղադրատոմսով եւ շատ հայտնի է լինում եւ շատ շատերն են իրեն այցելում։ Այս իմաստով էլ շատ յուրահատուկ կին է եւ լավ վաստակում է, բայց արի ուտես, երբ Իսահակյանը որոշում է վերադառնալ հայրենիք, քանի որ շատ էր կարոտել իր հայրենիք ու այլևս խեղդվում էր օտարափերում, ամեն բան թողնում է, իր կարիերան թողնում է եւ նորից իր ամուսնու հետ վերադառնում է հայրենիք, նորից այսպես սկսում է տուն կառուցել, ընտանիք ստեղծել, համախմբել իր ընտանիքը եւ նորից կենցաղավարել իր տանը։ Տիկին Ավետիսյան, այդ դուք ասեցիք Տիկին Սոֆիկն էլ է կարծրատիպեր կոտրել իր վերաբերմունքով։ Հիմա օրինակ դուք դրան ինչ գնահատական եք տալիս։ Դա հանդուրժողականություն է, դա մեծ սեր է Իսահակյանի նկատմամբ, թե ի վերջո դա կանանցի փիլիսոփայություն է։ Իրականում բոլոր դեպքերի համար դա չի կարելի ասել, բայց Իսահակյանի դեպքում դա խոհեմություն է, մեծ խոհեմություն է եւ մեծ իմաստություն կարծում եմ, որովհետեւ եթե այդպես չլիներ, եթե Իսահակյանը չունենար Տիկին Սոֆիի պես ամուր հենարան, շատ ստեղծագործություններ չէին գրվի եւ շատ ստեղծագործություններ չէին պահպանվի, որովհետեւ շատ դեպքերում հենց Աբուլալա Մահարի պոեմի ձեռագրերը Տիկին Սոֆին իր գլխարկների պայուսակով երեխայի հետ մեծ դժվարությամբ տեղափոխել է երկրից երկիր։ Սա իմաստություն է, սա շուշեցի կնոջ խոհեմությունն է իրականում, բայց դա չեմ կարող տարածել բոլոր ընտանիքների վրա։ Տիկին Ավետիսյան, իսկ ձեր կյանքում ինչ փոխեց Իսահակյանի թանգարանում աշխատանքը։ Այս 10-12 տարիների ընթացքում Արմինե Ավետիսյանի կյանքում ինչ է փոխվել։ Գիտեք, եթե արդեն 12 տարի է այստեղ եմ, ես զգում եմ ինձ այստեղ, ինչն է հետաքրքիր։ Իսահակյանը մեզ անվերջ հնարավորություն է տալիս ստեղծագործելու։ Ինքը լինելով ստեղծագործ մարդ, մեծություն, վարպետ, այնքան բազմաբովանդակ է իր կյանքը, այնքան բազմաբովանդակ է իր կերպարը, որ ամեն ինչից կարելի է ստեղծագործել ու մի նոր բան ստեղծել։ Ինչպես օրինակ երբեք ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Իսահակյանի հեքիաթները, լեգենդներն ու առակները կարող են նյութ դառնալ բիզնես ոլորտի համար։ Ոչ ոք չէր պատկերացնի, որ դրանք կարելի է բեմադրել եւ այսօր երեխաներին այնպես ներկայացնել, որ դրանք հասանելի դառնան երեխաներին։ Անվերջ մեկ
նյութից մեկ իրից կարելի է ստեղծել մի ամբողջ պատմություն։ Ինձ դա է դուր գալիս։ Ինձ համար ստեղծագործական հրաշալի միջավայր է դարձել թանգարանը։ Եվ ես ինձ հոգեպես բավարարված եմ զգում, որ կարողանում եմ այդ միջավայրում ստեղծել ծրագրեր, ստեղծել նախագծեր, իրականացնել նախագծեր, որոնք հանրահռչակում են Իսահակյանի կերպարը, հանրահռչակում են հայ մշակույթը եւ հպարտանում ենք Իսահակյանի կերպարով հայ մշակույթը ներկայացնելով, Իսահակյանի կերպարի միջոցով հայ մշակույթը ներկայացնելով, քանի որ երկիր էլ որ գնանք Իսահակյանին ճանաչում են եւ մենք էլ ամեն բան անում ենք, որ էլի ճանաչեն։ Տիկին Ավետիսյան, դուք կարծրատիպեր ունեք։ Եթե կարճ եւ անկեղծ Կարծում եմ, պատասխանեք բոլոր այդ մարդիկ էլ ունեն կարծրատիպեր, իհարկե ունենք։ Դրանք ձեզ խանգարում են, դուք փորձում եք դրանցից ազատվել, թե դուք հաշտ եք դրա հետ մտածելով, որ միևնույն է բոլորը ունեն։ Երբեմն որոշ դեպքերում խանգարում են, որոշ դեպքերում փորձում եմ աշխատել, սակայն կարծում եմ, որ որոշ բաներ հնարավոր չէ պարզապես փոխել, բայց բաներ էլ կան, որ փոխվել են, ասեմ։ Այո, տարիների ընթացքում շատ բաներ փոխվել են, ինքս իմ վրա աշխատում եմ շատ, բայց բաներ կան, որոնք դեռևս հնարավոր չէ փոխել։ Արմինե Ավետիսյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր երկրում։ Սեր, միայն սեր, սիրել այն, ինչ անում ես, սիրել նրանց, որոնց հետ ես, որոնց կողքին ես, սիրել բոլորին, համագործակցային լինել, ես երբևէ չեմ փորձել տարբեր դիրքերից խոսել եւ աշխատակիցների եւ ընդհանրապես ինձ հետ առնչվող մարդկանց հետ, սիրում եմ ավելի շատ համագործակցային լինել եւ ընկերության միջոցով համատեղ ստեղծել ինչ որ մի ծրագիր, որը պետք է իրականացվի։ Հայրենիքը ձեզ համար ամեն ինչ է, լույս, ոգի, հոգի, միջավայր, որտեղ ես ինձ զգում եմ ես ինքս։ Տիկին Ավետիսյան, ըստ հաղորդման ձևաչափի ավարտին դուք հնարավորություն ունեք ինձ մի հարց ուղղելու, եթե իհարկե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք նաև ունենք այդ հնարավորությունը, եթե ունեք, ես սիրով կլսեմ եւ կպատասխանեմ ձեր հարցին։ Ինձ հետաքրքիր է օրինակ ձեր պես կինը ինչով է ցանկանում հաջորդիվ զբաղվել, որովհետև ես համոզված եմ, որ դուք անվերջ ցանկանում եք ինքնակրթությամբ զբաղվել եւ զարգացնել ձեր տարբեր հմտությունները։ Օրինակ, ինչ հմտություն կուզեիք ել զարգացնել։ Հետաքրքիր հարց տվեցիք, Տիկին Ավետիսյան, նախ շնորհակալ եմ շատ։ Ես հիմա տենց պարզ չեմ կարող ասել, բայց գիտեք ինչ, համենայն դեպս ես ինչով էլ որ զբաղվել եմ, ես գտնում եմ, որ ստեղծագործական աշխատանքը դրա մեջ ներկա է եղել։ Ես արդեն համարյա թե քառորդ դար է դասավանդում եմ եւ ես գտնում եմ, որ ամեն լսարան մտնելը, ամեն անգամ դա մի կյանքի մի նոր էջ է, նոր ստեղծագործություն է, նոր շփում է, նույնիսկ այն երեխաների հետ, որոնց հետ մեկ շաբաթ առաջ հանդիպել ես, որովհետեւ եթե ինքը կրկնվի, ինքը արդեն հետաքրքիր չի լինի։ Նույնը այս հաղորդումը այստեղ գտնվող գեղեցիկ եւ հաճելի կանայք, որոնք ամեն մեկը իրենց կյանքով, իրենց գործունեությամբ մի նոր ստեղծագործություն են, կյանքի մի նոր էջ են, նրանցից միշտ սովորելու բան կա, հետաքրքիր են, Համենայն դեպս մի բան գիտեմ, ինչ էլ որ լինի, պետք է կապված լինի գրականության հետ, լեզվի հետ, ստեղծագործության հետ, մաթեմատիկայի ոլորտ հաստատ գնալ չեմ կարող, Տիկին Ավետիսյան, մաթեմատիկա չգիտեմ, չեմ սիրում, երևի թե ուրեմն բիզնեսով չեմ կարող զբաղվել, եթե ստեղծագործ մարդկանց Այո, դա պետք է լինի, հումանիտար աշխարհ պետք է լինի, ես վաղուց հասկացել եմ, որ իմը դա է, ես դրա հետ հաշտ եմ, ուրախ եմ, որ ինչ-որ մի օր ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, որտեղ ինչպես դուք ասեցիք, ինչ անում եմ, սիրելով եմ անում, բայց օրինակ հաստատ կարող եմ ասել, որ հաջորդիվ մաթեմատիկայով եւ ֆիզիկայով չեմ զբաղվելու, դա կարող եմ ասել, շնորհակալ եմ շատ, Տիկին Ավետիսյան, շնորհակալ, ես էլ եմ շնորհակալ, շատ հետաքրքիր էր, ես կարծում եմ, որ հեռուստադիտողը նաև շատ նոր բաներ իմացավ, ծրագրերի մասին իմացավ, թանգարան, երբ որ ասում ենք, ինքը ինչ-որ դասական խոսք է, եւ դա մենք պետք է պահպանենք, բայց նաև մենք պետք է հասկանանք, որ
փոխվում են ժամանակները եւ եթե մենք իսկապես ցանկություն ունենք պահպանել այնպիսի արժեքներ, ինչպիսիք են թանգարանները, գրադարանները, թատրոնը եւ այլն, մենք այսօր այդ ոլորտում պետք է ունենանք նոր հետաքրքիր մոտեցումներ եւ նոր մեթոդներ եւ ես ուրախ եմ, որ Իսահակյանի թանգարանը տարբերվում է դրանով եւ այցելուների թիվը թող միայն ձեզ մոտ շատանա։ Շնորհակալ եմ։ Իսկ այդ նոր մեթոդաբանությունը, ինչը որ կիրառվում է փոքրիկներին այնտեղ բերելու, դա իհարկե հրաշալի է, դա այնպես որ ասում են լավ լուրն է, որ դուք այսօր կարողացաք հայտնել։ Թող միշտ այդպես լինի, ոչ թե դուք ասեք, այ տեսնես երբ մի այցելու կգա, այնպես այսօր ասեցիք, մինչև դեկտեմբերի վերջ արդեն բոլոր օրերը սպառված են, դա շատ ուրախացնող է։ Շնորհակալ եմ շատ։ Ես եւս շնորհակալ եմ շատ հետաքրքիր ու հաճելի զրույցի համար։ Բոլորիդ հրավիրում եմ Իսահակյանի թանգարան։ Իդեպ ասեմ, որ մենք նոր ցուցադրություն ունենք գրական հատվածի, որը շատ յուրահատուկ է, նոր գույներով, նոր լույսերով եւ նոր կերպարով ներկայացնում ենք Իսահակյանի ոդիսականը, այնպես որ համեցեք թանգարան։ Սիրով, սիրով։ Ես ուզում եմ, որ այն լույսը, սերը եւ ջերմությունը, որը կա այս տաղավարում, դեռ շատ երկար փոխանցվի մեր հեռուստադիտողին։ Շնորհակալ եմ շատ։ Այսպիսին ներ Արմինե Ավետիսյանը առանց կարծրատիպերի։ Տիկին Ավետիսյանը ասում է, ինչպես բոլորը, նաև ինքը ունի կարծրատիպեր, բայց պարբերաբար աշխատում է ազատվել դրանցից։ Այնպես որ ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։